Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիո լսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում խաղի կանոններ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը Հակոբ Մանուկյան, քաղաքականության, մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ, բարև ձեզ։ Եվ Լիդա Մուրադյան, իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան։ Նորից բարև ձեզ։ Այսօր կխոսենք մեկ այլ թեմայից, ոչ հիմնական բոլոր այն ոլորտները եւ հարցերը քննարկում ենք։ Այսօր կանդրադառնանք սպառողների կողմից հանձնաժողովին հաճախ տրվող հարցերին։ Ինչ ժամկետում սպառողը կարող է ետ վերադարձնել ապրանքը, ոչ բարենային ապրանքը, որ դեպքերում եւ ով է սահմանում այդ ժամկետները։ Նշեմ, որ նման հարցադրումներ սպառողների շրջանում բազում անգամներ բարձրաձայնվել են, թե ինչ ժամկետում եւ ինչ պայմաններում է ապրանքը վերադարձվում կամ փոխանակվում։ Նման կարգավորում նախատեսված է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով եւ նշվում է, որ սպառողը իրավունք ունի փոխարինելու պատշաճ բնույթի ոչ բարենային ապրանքը կամ վերադարձնելու այն 14 օրվա ժամկետում այն պահից, երբ որ ապրանքը ձեռք է բերել։ Սպառողը իրավունք ունի այն փոխարինելու համանման բնույթի կամ կոմպլեկտայնության ապրանքով, սակայն նշեմ, որ օրենքով նաև նախատեսված է այն պայմանները, որոնց պահպանման պայմաններում սպառողին տրվում է նրա նման իրավունք եւ վերջինիս կողմից կարող է այն իրացվել։ Նախ առաջինը, ինչպես արդեն նշեցի, դա ժամկետի պահպանումն է, այսինքն 14 օրը, որի ընթացքում վերջինիս տրվում է նման իրավունք, ինչպես նաև տվյալ ապրանքի սպառողական հատկանիշների պահպանման, կոմպլեկտայնության, պիտակների, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի կամ կտրոնների առկայության դեպքում, որը հավաստում է, որ կոնկրետ ապրանքը ձեռք է բերվել տվյալ վաճառողից, նման պահանջների ամբողջական պահպանման դեպքում սպառողին տրվում է հնարավորություն ապրանքի վերադարձի կամ փոխանակման համար։ Նշենք, որ նաև այս 14 օրյա ժամկետի մեջ է ներառվում այն ժամանակահատվածը, երբ որ սպառողը, օրինակ ապրանքի վերադարձի կամ փոխանակման համար, ապրանքը հանձնում է սուրհանդակային կամ փոստային այլ ծառայության, այսինքն այդ հանձնման պահը նույնպես ներառվում է 14 օրյա ժամկետի մեջ։ Նշենք նաև, որ վաճառողի կողմից կարող է նախատեսվել այլ վայր սպառողի կողմից ապրանքի փոխարինման կամ վերադարձի համար։ Ըստ էության օրենքը ամբողջապես կարգավորում է նման հարցերը։ Եվս մեկ անգամ նշեմ, որ այս կարգավորումը վերաբերում է ոչ բարենային բնույթի եւ վաճառողի կողմից սպառողին հանձնված պատշաճ ապրանքներին։ Օրենքի կարգավորման շրջանակում նաև անդրադարձ է կատարվում այն ապրանքների, որոնք սպառողի կողմից փոխանակման կամ ետ վերադարձի ենթակա չեն։ Օրինակ, այն ապրանքները, որոնք որ պատրաստվել են սպառողի պահանջով, այսինքն ունեն անհատականացված բնույթ։ Տվյալ ապրանքները վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն։ Աճուրդներում կամ բորսաներում ձեռք բերված ապրանքները, գրքերը, տպագիր մամուլի փաստաթղթերը, կապարակնքված ապրանքները, առողջապահական եւ հիգիենիկ նկատառումներից ելնելով, այսինքն օրենքը հստակ նաև թվարկում է այն դեպքերը, երբ որ սպառողին նման հնարավորություն չի տրվում ապրանքի փոխանակման կամ վերադարձի առնչությամբ։ Ըստ էության, ինչպես արդեն նշեցի, սպառողը ունի նման հնարավորություն, սակայն օրենքով նախատեսված պայմանների պահպանման պայմաններում, դա առաջին հերթին ժամկետն է, ինչպես նաև տվյալ ապրանքի սպառողական հատկանիշների ամբողջական պահպանման պայմաններում։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ խանութը իրավունք ունի ապրանքը վերադարձնել կամ ընդունել վերադարձը։ Կխնդրեմ մանրամասնեք, խանութը հենց ինքն է որոշում ապրանքի վերադարձ անել, թե օրինակ փոխարինել համարժեք ապրանքով։ Տեսեք, գործընկերս նկարագրեց, վերադարձի հետ կապված արկա իրավական կարգավորումները։ Ես կուզենամ մենք ավելի շատ անդրադառնանք կենորեզրական կարգավորումներին, որ մենք ունենանք արդեն այս տարվա հուլիս ամսից, որտեղ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն ազգային ժողովի կողմից արդեն ընդունված օրենսդրական փոփոխությունները, որոնք ավելի լայն եւ ավելի համապարփակ կարգավորում են տալիս ապրանքի թերությունների դեպքում դրանց վերադարձման, վերանորոգման հարցերին։ Առաջինը, որին որ կարելի անդրադառնալ, դա երաշխիքային ժամկետն է, այսինքն գոյություն է ունենալու ավելի հստակ սահմանված երաշխիքային ժամկետի գաղափար, ինձ թվում է արդեն մեր սպառողների եւ մեր ունկնդիրների շրջանակներում բարձրաձայնված հարցերի շրջանակներում մենք դեռ կանդրադառնանք նաեւ օրենսդրական փոփոխությունների այս հատվածին։ Ես կուզենայի ավելի մեծ ուշադրություն դարձնել իմ այս պատասխանի շրջանակներում այն մեխանիզմներին, որոնք ներդրվել են ապրանքի թերության դեպքում վաճառող սպառող հարաբերություններին։
Այստեղ մենք ներդրել ենք հստակ հիերարխիա։ Եթե երաշխային ժամկետի շրջանակներում սպառողը ինչ որ խնդիր է նկատում գտնում ապրանքի մեջ, եւ ներկայացնում է այդ խնդիրը վաճառողին եւ այստեղ ունենում ենք ընդհանուր ընկալում խնդրի վերաբերյալ, մենք սահմանում ենք հստակ պատկերացումներ կապված թե որ գործողությունները պետք է կատարվեն վաճառողի կողմից։ Առաջին հերթին սահմանվել է ապրանքի վերանորոգման գաղափարը։ Այսինքն եթե դուք մոտեցնում եք օրինակ չաշխատող թեյնիկ եւ մենք հասկանում ենք որ դա առաքման պահին արդեն խնդիր է եղել, այսինքն խնդիրն առաջացել էր վաճառողի պատճառով, պարտավորությունների հիերարխիայի մեջ ամենաբարձր առաջին տեղում դրված է վերանորոգումը։ Այստեղ կան մի քանի հանգամանքներ միանգամից ներդրված գաղափարի իմաստով, առաջին հերթին կարևոր է հավասարակշռությունը պաշտպանության համակարգում, որտեղ իհարկե մենք ուզում ենք ավելի պրոսպարող համակարգ ունենալ, բայց այդ համակարգը չպետք է տեղի ունենա ի վնաս տնտեսավարող սուբյեկտի։ Ու այս դեպքում, երբ մենք խոսում ենք վերանորոգման մասին, ոչ թե միանգամից վերադարձի կամ փոխարինման մասին, հիմնական գաղափարը նաև տնտեսավարող սուբյեկտին բավարար հնարավորություն եւ ազատություն տալն էր այլ ապրանքի չներգրավման եղանակով սեփական բիզնես գործընթացների եւ արտադրական հոսքերի պահպանման պայմաններում կոնկրետ ապրանքի վերանորոգման միջոցով հարցը կարգավորել։ Եթե վերանորոգումը հնարավոր չէ, կամ այստեղ ավելի հետաքրքիր տարբերակ ունենք, եթե վերանորոգումը արդեն տեղի է ունեցել սպառողի կողմից, օրինակ դուք ունեիք այդ թեյնիկը, ֆիքսել էիք խնդիրը, բայց չէիք ուզում սպասել մինչև հարցը կարգավորվեր դուք եւ վաճառողը գայիք ինչ որ կոնսենսուսի կապված ում վաճառով է առաջացել խնդիրը, վերանորոգել եք ինքներդ այդ թեյնիկը։ Բայց ոնց որ ձեր բանակցությունների արդյունքում դուք եկել եք այն հանգուցալուծմանը, որ այո, խնդիրը վաճառողի կողմից էր, վաճառողը կարող է փոխհատուցել ձեր կողմից ծախսված գումարը վերանորոգման մասով։ Սա երկրորդ գործընթաց է, այսպես ասած։ Դրանից հետո մենք քննարկում ենք արդեն փոխարինման տարբերակը։ Երբ ապրանքը փոխարինվում է համանման մեկ այլ ապրանքով, օրինակ հենց նույն բրենդի թեյնիկով, կամ երբ փոխարինվում է նույնաբովանդակ ապրանքով, որովհետև շատ հաճախ հնարավոր իրավիճակ է, որ դուք ձեռք եք բերել թեյնիկը, բայց խանութսարանը այլևս չունի այդ կոնկրետ տեսակի ապրանքից, բայց ֆունկցիայի իմաստով ձեզ կարող առաջարկել այլ թեյնիկ։ Եթե այս բոլոր քայլերն արդեն արված են, այսինքն դուք փորձել եք վաճառողը փորձել էր վերանորոգել կամ վերադարձնել ձեզ գումարը վերանորոգման համար, որ դուք ինքներդ կազմակերպել եք, փորձել էր փոխարինել այլ ապրանքով կամ փորձել էր նմանաբովանդակ ապրանք ձեզ տրամադրել։ Այս դեպքում, եթե այս բոլոր քայլերն արված են կամ այդ քայլերը հնարավոր չեն կոնկրետ դեպքի պայմաններում, ապա մենք ունենք այլընտրանքային եւս մեկ տարբերակ, որը հաջորդ քայլն է։ Դա գնի համաչափ իջեցումն է։ Այսինքն ձեզ վերադարձում է ոչ թե ապրանքի ամբողջ արժեքը, այսինքն մենք չենք իրականացնում փաստացի վերադարձ ապրանքի գումարի տրամադրմամբ, այլ առաջարկում ենք համաչափ իջեցում։ Օրինակ, որովհետև կար, չգիտեմ, հեռուստացույց էի ձեռք բերել, որ ուներ 15 տարբեր ֆունկցիա, որից մեկը չի աշխատում, բայց միևնույն ժամանակ պահպանվել են հեռուստացույցի այն մնացած ֆունկցիաները, որը շարունակում է ինչ որ նպատակային նշանակության համար օգտագործելու հնարավորություն տալ ձեզ, որպես սպառող։ Այս դեպքում գնահատվում է արդեն ապրանքի ոնց որ ասած նոր տեսքի պայմաններում, նոր նպատակային նշանակության շրջանակներում դրա շուկայական գինը եւ ձեր վճարած գնից եւ այդ իրական շուկայական գնի տարբերությունը վաճառողը ձեզ պետք է վերադարձնի։ Օրինակ, դուք ձեռք եք բերել X ապրանքը 100,000 դրամով, բայց իր առկա ֆունկցիոնալի պայմաններով այդ ապրանքը շուկայում 20,000-ից ավել չէր գնահատվի, տարբերությունը ձեզ կարող է վերադարձնել հենց այդ տրամաբանությամբ, որ դա գնի համաչափ իջեցում է։ Եվ եթե անգամ այս քայլը հնարավոր չէ իրականացնել, օրինակ դուք ձեռք եք բերել product, որի ֆունկցիոնալ նշանակությամբ այլևս օգտագործելու համար հնարավոր չի, վերանորոգման հնարավորություն չկա, փոխարինման հնարավորություն չկա, իհարկե կա ապրանքային պայմանագրի խզման տրամաբանությունը, որի դեպքում արդեն պարզ է, որ չմատուցված ծառայության կամ ավելի շուտ այս դեպքում չօգտագործված ապրանքի շրջանակներում գումարը ամբողջությամբ ձեզ կվերադարձվի, իսկ ապրանքի մասով այլևս հետագա պարտավորությունները չեն առաջանա։ Այստեղ հստակ սահմանման տրամաբանություն հավելյալ կար, որ կուզենայի հատուկ ընդգծեի կապված վերանորոգման հանգամանքի հետ, որտեղ պրակտիկան նույնպես ցույց է տալի, որ վերանորոգումը ամենաակտիվ օգտագործվող գործիքն է, նա ամենաառաջին գործիքն է եւ ամենահաճախը հենց այդ փուլում վաճառողը եւ սպառողը գալիս են համաձայնության։ Այստեղ կան օրենքով, հուլիսի 1-ից կգործեն նույնպես հավելյալ հստակեցման կանոններ։ Առաջինը վերանորոգման գործընթացը պետք է իրականացվի 20 օրում կամ կոնկրետ գործընթացի հետ կապված ողջամիտ ժամկետներում։
Այսինքն հնարավոր են իրավիճակներ, երբ որ ձեզ անհրաժեշտ լինի որպես արտադրող կամ վաճառող ավելի շատ ժամանակ, բայց դա պետք է տնտեսապես եւ արտադրական իմաստով ողջամիտ լինի, ընդհանուր կանոնը 20 օրն է։ Եվ այստեղ հավելյալ կետ էլ կա կապված նրա հետ, որ օրինակ, եթե խնդրի լուծման համար ձեզ անհրաժեշտ է փոխարինել նաեւ աշխատող դետալներ կամ ապրանքի աշխատող հատվածները նույնպես պետք է փոխարինվեն, այս ամբողջ ծախսերը նույնպես վաճառողի վրա են։ Այսինքն չի կարող լինել իրավիճակ, երբ վաճառող օրինակ ձեզ ասի, ձեր X ապրանքի իհարկե այս մի դետալը փչացած է, բայց այդ դետալը ուղղելու համար ինձ պետք է փոխել այս 3, այդ 3-ի գումարը խնդրում եմ վճարեք, որ ես ձեր այն խնդիրը լուծեմ, ես պատրաստ եմ խնդիրը լուծեմ, բայց այս մասով ոնց որ նորմալ դետալը պետք է փոխեմ, այդտեղ ոնց որ խնդիր չկար, այդ մասը ձեր վրա պետք է լինի, այդպիսի կարգավորումը հստակորեն արգելում է նման մոտեցումը, այդ բոլոր դետալների փոխարինումը նույնպես պետք է լինի վաճառողի վրա։ Այսինքն ամփոփելով այս գաղափարը ուզում եմ հստակեցնել, որ երաշխային ժամկետի շրջանակներում մեր հիմնական գաղափարը եղել է ապրանքի փոխարինման փոխարեն այլ գործիքներով իրավիճակի կարգավորումը, առաջին հերթին վերանորոգումը կամ վերանորոգման գումարի վճարումը, հետո նոր փոխարինումը եւ ուղղակի հետ վերադարձը որպես անայլընտրանք, իրավիճակներում, երբ ուղղակի հնարավոր չէ ուրիշ եղանակով լուծել, արդեն ուղղակի ապրանքի վերադարձը։ Շատ հաճախ սպառողները շտապում են խանութ, երբ օրինակ իմանում են տվյալ խանութում 50%-ի զեղչեր գործում են, բայց իրականում զեղչերը լինում են 15, 20, առավելագույնը 30%։ Այստեղ որևէ խախտում կա։ Նշեմ, որ ակցիաներին առնչվող հարցերը նույնպես սպառողների շրջանում բազում անգամ քննարկվել է ու նախքան հանձնաժողովի կողմից օրենսդրական նախաձեռնության իրականացումը ակցիաների ոլորտի բարեփոխումը նման իրավիճակներ գործնականում շատ հաճախ են լինում եւ սպառողները անընդհատ նմանատիպ խնդիրների էին բախվում, այսինքն երբ որ հասնում էին վաճառակետ, հասնում էին դրամարկղին եւ պարզում էին, որ տվյալ ապրանքը երբ որ տեղեկացել են զեղչի մասին մինչև 50% չվարզում են, որ տվյալ ապրանքը զեղչվում է օրինակ 10%-ով կամ 5%-ով։ Նման հարցերը առևտրի եւ ծառայությունների մասին օրենքով համապատասխանաբար կարգավորվել են օրենսդրական բարեփոխումների շրջանակում գլոբալ ակցիաների ոլորտի կարգավորման համատեքստում։ Ըստ էության ամփոփելով դրույթային չներկայացնեմ, բայց գլոբալ մոտեցումը ներկայացնեմ, որ օրենքի շրջանակում նախատեսվել են ակցիաների իրականացման ընդհանուր պայմաններ, այսինքն ակցիան դիտարկվել է որպես վաճառողի կողմից իրականացվող միջոցառում, որը ուղղված է ապրանքների առաջխաղացմանը կամ ապրանքների իրացման ծավալների ավելացմանը, որը ըստ էության իրականացվում է երկու եղանակով՝ զեղչի կամ գնի փոփոխության հետ չկապված այլ միջոցառման տեսքով, այլ ակցիաների տեսքով, ու այստեղ կարող ենք ընդհանուր ընդգծել, որ ըստ էության օրենքի կարգավորման շրջանակում կարգավորվում են ակցիաներին ներկայացվող ընդհանուր պահանջները, այսինքն ակցիաների բովանդակության ներկայացվող պահանջները եւ իրազեկմանը։ Կոնկրետ հարցին անդրադառնալով նշեմ, որ օրենքով կարգավորվում է ստացել այն հարցը, որ եթե վաճառողի կողմից հայտարարվում է ակցիա եւ նշվում է, որ տվյալ վաճառակետում խանութ սրահում առկա մինչև 80% զեղչ, տվյալ դեպքում առնվազն ապրանքների 1/5-ը պետք է զեղչվի ամենաբարձր զեղչի արժեքով։ Եթե 80% է, ենթադրենք խանութ սրահում ակցիային մասնակցում է 100 ապրանք, այդ ապրանքներից առնվազն 20-ը պետք է ամենաբարձր տոկոսով զեղչվեն։ Եթե մինչև 80% է, մինչև 80% 20 անուն ապրանք պետք է զեղչվի։ Այն պայմաններում, երբ որ օրինակ ակցիայի ընթացքում համապատասխան ապրանքները սպառվել են, վաճառք է իրականացվել, տվյալ պայմաններում վաճառողը պարտավոր է ակցիայի ավարտի վերաբերյալ իրականացնել սպառողներին, սա էլ արդեն ակցիայի իրազեկման միջոցառումների շրջանակում, ինչպես արդեն նշեցի, եւ ակցիաներին վերաբերող ընդհանուր պահանջներն են ներկայացվում օրենքի կարգավորման շրջանակում եւ ակցիաների իրազեկման վերաբերյալ կանոնները։ Ընդհանրացնելով նշեմ, որ ըստ էության այս երկու խախտումներն էլ հանգեցնում են հասարակության մոլորեցման եւ ընդհանուր առմամբ նաեւ ազդեցություն են ունենում մրցակցային իրավիճակի վրա, այսինքն ակցիա իրականացնողը, ով որ իրականացնում է անբարեխիղճ ակցիա կամ այդ թվում նաեւ զեղչ, վերջինս ստանում է մրցակցային առավելություն այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ սպառողներն էլ իրենց հերթին վերջիններիս իրավունքները եւ
օրինական շահերը խախտվում են, այն համատեքստում, երբ որ ենթադրենք ակցիաների ընդհանուր պահանջների վերաբերյալ տեղեկատվություն վերջինները չեն ստանում, ապա կողմնորոշվում են տվյալ իրավիճակում, իսկ երբ որ իրազեկման վերաբերյալ են թյուր կամ կեղծ տվյալներ ստանում, վերջիններս ըստ էության շփոթության եւ մոլորեցնող իրավիճակում են հայտնաբերվում։ Ինչպես արդեն նշեցի, տվյալ իրավիճակները օրենքի տեսանկյունից համարվում են խախտում եւ մշտապես ակցիաների իրականացումը հանձնաժողովի կողմից մշտադիտարկման եւ ուսումնասիրության շրջանակում է գտնվում եւ նշեմ, որ օրենսդրական բարեփոխումներից հետո համեմատած այն նախորդ շրջանում, երբ որ իսպառ բացակայում են որևէ իրավական կարգավորումներ ակցիաների իրականացման վերաբերյալ, նման դեպքերը պրակտիկայում ավելի քչացել են եւ ակցիաների իրականացման պայմաններում էլ տնտեսվարող սուբյեկտները մշտապես հանձնաժողովի մշտադիտարկման ներքո են գտնվում։ Ապրանքների եւ սպասարկման տարբեր ընկերություններ երբեմն գովազդանելու նպատակով փորձում են սպառողներին այդ գովազդները տեղեկացնել, օրինակ էլեկտրոնային փոստերով կամ թեկուզ զանգահարելու միջոցով։ Արդյոք սա օրենքի խախտում է կամ սա ինչ-որ կերպ կարգավորվում է շուկայում։ Տեսեք, այս դեպքում ինձ թվում է գործընթացը պետք է բաժանենք երկու հատվածի։ Միությունը հենց փաստացի գործելակերպն է, վարպետիցը, որ դրսևորում է ընկերությունը։ Եվ այս մասում մենք ունենք օրենսդրական կարգավորումներ, որոնք ուժի մեջ մտան նախորդ տարի օգոստոս ամսից։ Ընդհանուր առմամբ, այս օրենսդրական փոփոխությունները, որ մեր ընկերների եւ դիտորդների համար ավելի հասկանալի լինեն, մենք արդեն ավելի քան 2 տարի գտնվում ենք սպառողների շահերի պաշտպանության համապարփակ համակարգի ձևավորման գործընթացում։ Արդեն 2 մեծ փաթեթներ օրենսդրական ընդունվել են ազգային ժողովի կողմից, մենք արդեն ուժի մեջ ենք մտել։ Ինչպես նշեցի 25 թվականի օգոստոսից, մյուսը ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիս ամսից։ Եվ այդ փոփոխությունների հիմնական գաղափարը սպառողների հիմնարար իրավունքների ամբողջական ցանկի եւ ամբողջական դրամաբանության սահմանումներ, ինչպես նաեւ դրանց պաշտպանության համար արդյունավետ գործիքակազմի մշակումը։ Եվ այս իմաստով վերադառնալով հարցին, պետք է ասենք, որ օրենքում սպառողների իրավունքների պաշտպանության մասին ամենագրված գործելակերպ կա, որը կոչվում է սպառողների նկատմամբ ագրեսիվ գործելակերպ։ Եվ ագրեսիվ գործելակերպի դրսևորումներից մեկն է, օրինակ, անհարկի կերպով սպառողներին հաճախակի անհարմար ժամերին իրավիճակներում սեփական պրոդուկցիայի մարքեթինգային նպատակներով ներկայացումը։ Այս դեպքում այդ տրամաբանության մեջ է տեղավորվում, օրինակ, անհարկի հաճախ նույն ընկերության կողմից զանգերի իրականացումը սպառողին ոչ տրամաբանական, ոչ հարկի ժամերին, այսինքն այս դեպքում կրկին մեր սպառողները ազատ են իրենց բողոքը ներկայացնել, այստեղ պետք է ֆիքսենք, որ սպառողների շահերի պաշտպանությունը ունի հանրային հատված, որ հանձնաժողովի լիազորության ներքո է, այսինքն հանրային շահերի պաշտպանության համատեքստը եւ անհատական, ինդիվիդուալ շահի, ամեն առանձին սպառողի շահի համատեքստը, որտեղ որ հնարավոր է կոնկրետ գործողության մեջ չլինի հանրային շահ, չլինի իրավիճակ, որտեղ հանրային շահի պաշտպանության հնարավորություն ունենա հանձնաժողովը, բայց եթե օրենքի համապատասխան հոդվածի դեպքում ագրեսիվ գործելակերպի դրսևորումը փաստացի տեղի է ունեցել, անգամ եթե հանձնաժողովը լիազորություն չունենա այդ գործիքակազմի օգտագործման վարչարություն իրականացնելու, նախ մենք ունենք այլ կանխարգելիչ գործիքակազմ, բայց միշտ կա դատական պաշտպանության համակարգը անհատական շահի պաշտպանության իմաստով եւ այս դեպքում էլ կոնկրետ հոդվածի խախտման դեպքում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի սպառողը ազատ է դիմել դատական պաշտպանության գործընթացի, եթե նման իրավիճակ կա։ Իրավիճակի նկարագրությունը կուզեմ ընդգծեմ, որ կա այս բան արդեն գործող սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի մեջ։ Դրան զուգահեռ կուզենայի անդրադառնալ նաև այն հանգամանքին, թե ինչպես է տնտեսավար սուբյեկտի մոտ հայտնվել ձեր հեռախոսահամարը կամ ձեր մեյլը կամ ձեր հասցեն եւ այլն եւ այլն։ Որտեւ սա իրականում նույնպես շատ հետաքրքիր կարևոր ուղղություն է, որին հանձնաժողովը անդրադարձել է դեռ 2025 թվականի սկզբին։ Այստեղ հիմնական հարցը, որ մենք արձանագրել ենք, ու սա վերաբերում է ոչ միայն, ուղիղ կոմունիկացիային, երբ որ օրինակ դուք աշխատում եք կամ դուք ձեռք եք բերել ծառայություն X ընկերությունից, այդ ընկերությունը հավաքագրել է ձեր անձնական տվյալները եւ այստեղ արդեն մենք անձնական տվյալների պաշտպանության մասին, օրենսդրության շրջանակներում առանձին պահանջներ ունենք, բայց նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ մարքեթինգային ընկերություններ, որոնք տարբեր եղանակներով հավաքագրում են այդ տեղեկատվությունը եւ հետո հենց այդպիսի մարքեթինգային ծառայություններ են մատուցում տարբեր ընկերությունների։ Օրինակ, չգիտեմ, դուք ձեռք եք բերում այդ ծառայությունը այդ ընկերությունից, որն իր հերթին օրինակ SMS հաղորդագրություններ է ուղարկում մեծ քանակությամբ մարդկանց, որովհետեւ ունի այդպիսի անձնական տվյալներ։ Երկու դեպքում էլ մենք խոսում ենք իրավիճակի մասին, երբ ձեզնից մինչև այդ անձնական տվյալների օգտագործումը պետք է հստակորեն եւ ձեր համար ընկալելի տարբերակով
խնդրեին համաձայնություն անձնական տվյալների օգտագործման համար։ Անձնական տվյալների օգտագործման համաձայնությունը պետք է լիներ հստակ ժամանակահատվածով, հստակ նպատակների համար։ Այս ամբողջ բովանդակությունը կրկին ներկայացված է նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության տարբեր ակտերի շրջանակներում։ Ու այստեղ նույնպես, եթե լինում է իրավիճակ, որտեղ մենք ունենք, անձնական տվյալների սխալ, ոչ օրինական օգտագործում, այստեղ Հայաստանի Հանրապետությունը ունի պաշտպանության լայն շրջանակ, եւ եթե այսպիսի իրավիճակը նաև հանրային շահի հետ կապված խնդիր է առաջացնում, օրինակ հանձնաժողովը ունեցել է այդպիսի վարույթներ մի քանի ընկերությունների նկատմամբ, ովքեր առանձին, ձեր համար ընկալելի տարանջատված համաձայնության ներառել էին անձնական տվյալների հավաքագրումը, պահպանումն ու օգտագործումը ձեր ընկերության ընդհանուր համաձայնության շրջանակի մեջ, երբ դուք պրոստը գրանցման գործընթացն եք անցնում, ուղղակիորեն եւ այդտեղ միանգամից նաեւ ձեր անձնական տվյալների օգտագործումն եք տրամադրում, ինչը փաստացի հանդիսանում է օրենքի խախտում, եւ հետագայում օգտագործում է իր մարքեթինգային տեղեկատվության տարածման նպատակով այդ անձնական տվյալները։ Այս մասում հանձնաժողովը ունեցել է վարչարություն եւ ունեցել է անգամ նշանակված մեծ տուգանքներ, որից հետո ընկերությունները փոխել են իրենց մարքեգիծը։ Բայց անգամ եթե կրկին հիշեցնեմ, այստեղ չլինի հանրային շահի հանգամանք, որ թույլ տա հանձնաժողովին որպես պետական մարմին, հետամուտ լինել հանրային շահի վերականգնմանը եւ իրականացնել վարչարություն, ցանկացած առանձին սպառող նման իրավիճակին բախվելու դեպքում ունի հնարավորություն դիմելու դատական պաշտպանության գործընթացի, եթե ավելի առաջնային գործիքներից ասենք, զուգահեռ եւ հնարավոր կանխարգելման միջոցով ավելի հեշտ կիրառելի, հանձնաժողովն ունի սպառողի օգնական գործիքը, որի շրջանակներում սպառողը կարող է ներկայացնել իր բողոքը եւ այս դեպքում հանձնաժողովը արդեն կուղղորդի սպառողի, եթե կա հանրային շահ կփոխի սեփական գործիքակազմով կարգավորել, եթե կա այլ պետական մարմնի ներգրավելու անհրաժեշտություն կփոխի ներգրավել այլ պետական մարմնի։ Իսկ ինչպես է որոշվում ապրանքների երաշխիքային սպասարկման ժամկետը։ Օրինակ, կարող է լինի այնպիսի դեպք, երբ էլեկտրոնային տեխնիկան վաճառվելու ժամանակ կամ հետո չունենա այդ ժամկետը։ Նշեմ, որ ապրանքների երաշխիքային սպասարկման հետ կապված հարցերը նույնպես կարգավորված են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով եւ երաշխիքի սահմանումը ըստ էության թողնված է վաճառողի կամ արտադրողի կամահայտնությանը ներկայիս գործող խմբագրությամբ, բայց ինչպես արդեն նշեց գործընկերս, 2026 թվականի հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ կմտնի սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությանը ուղղված օրենսդրական փաթեթը, որը ուղղված է տվյալ ոլորտի լավարկմանը եւ տվյալ փաթեթի շրջանակում անդրադարձ է կատարվել նաեւ երաշխիքային սպասարկման ժամկետի սահմանմանը, եթե գործող կարգավորման պայմաններում դա որպես իրավունք է սահմանված վաճառողի կամ արտադրողի համար տվյալ ապրանքի համար երաշխիքի նախատեսումը, ապա հուլիսի 1-ից արդեն իսկ ուժի մեջ մտնող օրենքի կարգավորման համատեքստում դա դառնալու է որպես պարտականություն վաճառողի կամ արտադրողի համար։ Ընդ որում նշենք, որ որպես երաշխիքային ժամկետ սահմանվելու է 2 տարի եւ ավելի ժամկետը եւ նման պարտականության նախատեսումը ըստ էության նույնպես միտված է սպառողների իրավունքների պաշտպանմանը։ Ճիշտ է, տվյալ պայմաններում գործնականում հիմնականում վաճառողների կողմից որպես օրինակ էլեկտրոնային տեխնիկայի գնման դեպքում երաշխիքային սպասարկում տրվում է, բայց ըստ էության կարող ենք ասել, որ դա թողնված է վաճառողի կամահայտնությանը, այսինքն տվյալ ապրանքը արտադրողի կողմից որպես օրինակ ունի արդեն համապատասխան երաշխիք, իսկ վաճառողն էլ նման պայմաններում նման երաշխիք տալիս է նաև սպառողին, բայց արդեն հուլիսի 1-ից երբ որ մենք ունենանք օրենսդրական նոր փոփոխությունների փաթեթը, արդեն ուժի մեջ մտած նման կարգավորումը կլինի վաճառողի կամ արտադրողի համար պարտականություն, այսինքն ըստ էության հնարավոր է գործնականում այնպիսի իրավիճակներ, երբ որ սպառողը գնի էլեկտրոնային տեխնիկա, շարժական գույք, որը չունենա երաշխիքային ժամկետ։ Ընդ որում նշենք, որ երաշխիքային ժամկետի դեպքում նաև համապատասխանաբար ապրանքների սպասարկման հետ կապված հարաբերությունները նույնպես օրենքի շրջանակում կարգավորված են, այսինքն պահանջների ներկայացման հերթականությունը նաև այն դեպքերը, երբ որ մենք կարող ենք օգտվել նման ծառայությունից, այսինքն երաշխիքից համապատասխան ժամանակահատվածում եւ երաշխիքի համապատասխան փաստաթղթի առկայության պայմաններում։ Ամփոփելով նշենք, որ ըստ էության գործնականում պրակտիկայում հնարավոր է նման իրավիճակ որ չտրվի, բայց հիմնականում արտադրողների կողմից երաշխիք որպես այդպիսին տրվում է։
Անդրադառնանք սպառողների կողմից ամենաշատ հնչեցված բողոքին եւ այն դեպքը քննարկենք, երբ որ սպառողը ստացել է ամենամեծ փոխհատուցում բողոքի դիմաց։ Այստեղ ես կուզենայի Միքայել հետ գնանք, որ տալեինք ընդհանուր իրավիճական հանձնաժողովի սպառողների հետ կոմունիկացիայի։ Ինչպես ինձ թվում է մեր ունկնդիրներն ու դիտորդները հասկացան, ազգային շրջանի օրենսդրական փոփոխությունները բավականին ընդլայնել են, իրավական դաշտը եւ պաշտպանության մեխանիզմները սպառողների համար։ Դրանից զատ իրավական փոփոխություններով նաև սահմանվել է հանձնաժողովի մրցակցության եւ այլևս սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի դերը որպես կենտրոնական մարմին սպառողների շահերի պաշտպանության ոլորտում։ Այս գործընթացին զուգահեռ, երբ մենք իրականացնում ենք օրենսդրական փոփոխությունները մեր գործընկերների հետ, էկոնոմիկայի նախարարության եւ արդարադատության նախարարության հետ, մենք ընկալում ենք նաև, որ կունենանք հայ սպառողական բողոքների մեծ ծավալը եւ որպեսզի ունենանք էֆեկտիվ կարգավորման մեխանիզմ նաև այդ բողոքների մշակման, ավելի པարզ լեզվով ասած մարսման եւ դրանց լուծումները գտնելու հետ մենք մշակեցինք թվային գործիք, որը կոչվում է սպառողի օգնական։ Մեր ցանկացած քաղաքացի, ով կցանկանա դիմել սպառողական բողոքով հանձնաժողովին, ուղղակի պետք է այցելի հանձնաժողովի կայքեջ competition.am եւ այնտեղ մեծ կապույտ կոճակ կա, որը կոչվում է սպառողի օգնական։ Անհրաժեշտություն կա ուղղակի գրանցվելու այդ հարթակում։ Գրանցումը տևում է մեկ անգամ եւ դուք արդեն ձևավորում եք ձեր օգտահաշիվը, որի միջոցով հետագայում դուք ցանկացած պահի կարող եք ներկայացնել ձեր բողոքները։ Ազատ ոչում բավականին ձեզ հարմար տեքստով ներկայացնում եք ձեր բողոքի հիմնական բովանդակությունը եւ հանձնաժողովն արդեն փորձում է այդ բողոքի կարգավորումն իրականացնել։ Մենք մշակել ենք երախտիճան համակարգ այդ բողոքների մշակման եւ լուծման։ Առաջին գործընթացը, որը տևում է 2 շաբաթ, դա ձեր բողոքի ներկայացումը համապատասխան տնտեսվարող սուբյեկտին։ Այսինքն դուք ներկայացրեցիք բողոքը օրինակ թեյնիկի հետ կապված։ Եվ ասացիք ձեր քինք բերե X խանութից այս թեյնիկը։ Հանձնաժողովը իր անունից արդեն փոխանցում է ձեր նամակը, ասում է խնդրեմ, հարգելի տնտեսվարող սուբյեկտ, սենց խնդիր ունենք։ Սպառողը սենց խնդիր է բարձրաձայնում եւ տրամադրում է տնտեսվարող սուբյեկտին 2 շաբաթ ժամանակ խնդրի լուծման համար։ Եթե 2 շաբաթի ժամկետի անցնելուց հետո սպառողը բավարարված չի խնդրի լուծմամբ, մենք խնդիրը փոխանցում ենք մեր հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին եւ իրավաբանական ընկերություններին, որոնք արդեն տարբեր գործիքակազմների օգտագործմամբ, հանրային հնչողության կամ իրավական գործընթացների միջոցով անհատական շահերի պաշտպանության կարող են իրենց գործիքակազմով այդ խնդիրը կրկին լուծել։ Եթե խնդիրի չլուծումն այվեց մակարդակում, հանձնաժողովը հնարավորություն ունենում դիտարկել խնդրի արդեն հանրային շահի շրջանակներում սեփական վարչարության օգտագործման լուծումը։ Ի ուրախություն մեզ խնդիրների մեծամասնությունը, ավելի քան 60%-ը լուծվում են արդեն առաջին փուլում։ Ինչը ցույց է տալիս, որ տնտեսվարող սուբյեկտներն իրականում բավականին մոտիվացված են խնդիրը հնարավորինս շուտ, արագ եղանակով լուծելու։ Ուղղակի ամենայն հավանականությամբ նախկինում խնդիրների հիմնական մասը չի բարձրաձայնվել կամ չի լուծվել գործիքակազմի, հեշտ էֆեկտիվ կոմունիկացիոն համակարգի բացակայության պատճառով։ Սպառողը չի ուզեցել վերադառնա խանութ, ներկայացնի խնդիրը, տնտեսվարող սուբյեկտը օֆլայն եղանակով դա դիտարկի եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ կա թվային գործիքակազմ, խնդիրների մեծամասնությունը լուծվում է արդեն այս փուլում։ Եվ այդ փոխհատուցման գաղափարը նաև այս հատվածում է տեղավորվում, որովհետև մենք ունեցել ենք այս դեպքում, եթե ամենախոշորների մասին խոսենք, այս պայմանությամբ արդեն 1 տարուց ավել գործող համարյա թե 1 տարի գործարկվել է նախորդ տարվա մարտ ամսից գործող համակարգի պայմաններում մենք ունենք փոխհատուցման դեպքեր, որոնց չափը օրինակ կազմել է 700,000 դրամ կամ 650,000 դրամ, 510,000 դրամ։ Դեպքերը օրինակ եղել են, 700,000-ի դեպքում ծառայությունների ձեռքբերման մասն է խոսքը գնացել, տնտեսվարող սուբյեկտը մատուցել է աշխատանքի տեղավորման եւ դրա հետ փոխկապակցված ծառայությունների մատուցում, որոնց շրջանակներում սպառողին սահմանված պայմանագրով ծառայությունները չի մատուցել։ Սպառողը դիմել է սպառողի օգնական գործիքի միջոցով իր բողոքները ներկայացրել եւ արդեն առաջին փուլում տնտեսվարող սուբյեկտը պատրաստ է եղել վերադարձնել ամբողջ գումարը։ Խնդիրը լուծվել էր 2 շաբաթվա ընթացքում, սպառողը հետ է ստացել 700,000 դրամ։ Կամ երբ մենք ունենք խնդիր, ոչ թե խնդիր, այլ սպառողը ներկայացրել էր բողոք կապված ճանապարհորդական ծառայությունների հետ։ Ներկայացրել էր նրա հետ կապված, որ տոմսերը չեղարկվել էին, արդյունքում այն ծառայությունների փաթեթը, որ ձեռք էր բերել սպառողը կոնկրետ տուրիստական ընկերությունից, այլևս օգտագործման հնարավորություն չկար։ Եվ այս դեպքում տուրիստական ընկերությունը սպառողին վերադարձրեց 610,000 դրամ։ Ընդամենը 14 օրյա ժամանակահատվածում մեկ բողոք գրելու շրջանակներում սպառողը խուսափեց շատ մեծ ծավալի վարչարական, բյուրոկրատական գործընթացներ անցնելուց։ Ունեցել ենք նաև օրինակ 100-150,000 դրամի իրավիճակներ, ունեցել ենք ապրանքի վերադարձման կամ փոխարինման դեպքեր։ Հիմնական նպատակը հարթակի ու հիմնական
ազդակը երևի որ կուզենանք նաև որ սպառողները լսեին այս հատվածում են որ կա շատ էֆեկտիվ գործիքակազմ այս պահին գործիքակազմի էֆեկտիվությունը կապված է ոչ միայն նրա հետ որ փաստացի այս բայդրությամբ ցանկացած անձով ունի ինտերնետ հասանելիություն եւ սմարթֆոն ունի հնարավորություն այդ բողոքը 5-10 րոպեվա ընթացքում ներկայացնելու այլ նաև որտեղ հանձնաժողովը պրոակտիվ է այդ համակարգի զարգացման իմաստով Այսինքն այս բայդրությամբ մենք ունենք այդ երաստիճան համակարգը, որտեղ մենք ներգրավել ենք մեր գործընկեր ՀԿ-ներին, նա երկար աշխատանք էր նաև հասարակական կազմակերպությունների հետ ոլորտում գործող, ովքեր համագծայնել են կամավոր սկզբունքով ներգրավել գործընթացում, բայց մենք փորձում ենք մաքսիմալ պրո սպառող դառնալ նաև հարթակի արտաքին տեսքի իմաստով։ Այս բանը օրինակ մենք առանձնացրել ենք 6 կատեգորիաներ, որոնք ամենահաճախն են հնչում, հա, նաև ձեր հարցին գալով, թե որոնք են եղել սպառողական հաճախ հնչող հարցերը, օրինակ, առաքման հետ կապված խնդիրներ, հագուստի հետ կապված խնդիրներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Առանձնացած կատեգորիաների հիմնական տրամաբանությունը կազմում է նրանում, որ այս դեպքում ամեն հարցաթերթը, որ դուք լրացնում եք, հստակեցված եւ հարմարացված է կոնկրետ խնդրի վերաբերող իրավիճակի հետ։ Օրինակ, եթե խոսքը վերաբերվում է ուղղափոխադրման ծառայություններին Այստեղ օրինակ նշված կլինի թե որտեղից եք դուք շարժվել, որտեղ եք դուք հասել, ինչքան է տեղի ուղևորությունը, ինչ արտակի միջոցով եք իրականացրել եւ ձեզ ավելի հեշտ կլինի դա լրացնել։ Շատ հարցեր ընդհանրապես չեք բոքսերի տեսքով են, այսինքն ձեզ ընդհանրապես պետք է նշել խնդրի օրինակ ֆորմատը, իրավիճակը ու անհրաժեշտություն անգամ չկա երկար տեքստ, հա, տպելու ձեր սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով։ Այսինքն իրականում խնդիրը ներկայացնելու համար սպառողից կպահանջվի 5-ից 10 րոպե ժամանակ եւ բավականին արագ, ասում եմ, ավելի քան 60% դեպքերում մենք ունենք խնդրի լուծումը առաջին 14 օրվա ընթացքում բավականին զգալի փոխհատուցման ծավալների պայմաններում։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, եթերում խաղի կանոններ հաղորդաշարն է, ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։